մեր սերունդը կարող է լավ չի պատկերում, դա եղել է սովետական միություն, մի պետություն է եղել, մենք ինչ ձևով ենք մտել սովետական միություն, ինչ քանակ է եղել այն ժամանակ, երբ որ մենք մտել ենք, եղել է 800,000 հայ։ 91 թվին դա դարձել է 3,600,000։ Ու այդտեղ եթե մենք հաշվենք, որ մենք 600,000 ուղարկել ենք ճակատ, որից 300-ը չի վերադարձել։ Եթե մենք դա էլ գումարենք, մենք հիմա կարող ունենայինք բնակչությունը 91 թվին։ Դա եղել է սովետական միություն, որպեսզի մենք գնահատենք, դա ինչ է տվել Հայաստանին։ Իսկ աճը բնակչության, դա մի հատ ընդհանուր գնահատական է, թե ինչ կյանք է եղել։ Վատ տեղում բնակչությունը չի աճում։ Դա մեկ, երկրորդը։ Պատերազմը երկրորդ աշխարհային մեր համար հայրենական, եթե Վոլգոգրադը կամ այն ժամանակ Ստալինգրադը գերմանական զորքերը վերցնեին, ապա թուրքական բանակը այստեղ կանգնած էր եւ ինքը պետք է մտներ Անտերկովկազ։ Ինչ է եղել 1918 թվին, որտեվ ինքը Թուրքիան համարում է այս տարածաշրջանը իր ազդեցության գոտի եւ համարում է, որ ինքը պետք է այստեղ իշխի։ Հիմա էլ նա շարունակում այդ քաղաքականությունը, ոչ մի բան չի փոխվել։ Այդ ժամանակ, եթե պարտվել սովետական բանակը, սովետական միությունը, ապա մենք կստանայինք այստեղ այն ինչ որ ես եմ ասում եմ։ Մյուս խնդիրը մեր պատերազմի մասնակիցները ասեցի 600,000 է եղել, մենք տվել ենք 5 մարշալ, 100-ից ավել գեներալ, 113 հերոս սովետական միության։ Սա խոսում է այն ներդրումի մասին, թե ինչ ներդրում ենք ունեցել հաղթանակի։ Ավելին ձեզ ասեմ, ոչ թե մենք 5 մարշալ ենք ունեցել, 5 մարշալից 2-ը եղել են զորատեսակի, օդային եւ նավատորմի գլխավոր շտաբի պետերին։ Իսկ շտաբը դա այն մարմինն է, որը կազմակերպում է հաղթանակը։ Ով կազմակերպում է հաղթանակը։ Կարելի է ունենալ, ասենք, թե գեներալ, որը եղել է դիվիզիայի հրամանտար, բայց մենք ունեցել ենք ռազմավարական օղակում եւ իրանց ներդրումը շատ մեծ է եղել։ Եվ ամենակարևորը սրա հետևանքը ինչ է եղել։ Մեզ դաստիարակել են այդ ոգով, հաղթանակի ոգով, մեզ դաստիարակել են հայրենասիրության, որ հողը պետք է պաշտպանել հայրենիքի եւ մենք այդ դաստիարակությամբ կարողացել ենք հաղթանակ տանել առաջի Ղարաբաղի պատերազմում։ Դուք նախկին դեսպան եք, ներեցեք Ռուսաստանի Դաշնությունում նաև եղել, այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերություններում բավական մեծ լարվածություն կա Զելենսկու այցից ու նրա հայտարարություններից հետո դուք վստահ եմ գիտեք Հայաստանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն, ինչպես եք այս պահի դրությամբ իրավիճակը գնահատում, արդյոք ճգնաժամի մեջ ենք ու սա լուծելու համար դուք տեսնում եք բավարար չափով քայլեր։ Իմ գնահատականը դա մի բան է, բայց երբ որ դեսպանին հրավիրում են ու իրան հանձնում են նոտա, դա արդեն ճգնաժամ է եւ այստեղ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում, խոսքը այն չի, որ մենք անցկացրել ենք եվրոպական համայնքի հավաք, այլ ռուսական կողմը հստակ ձևակերպումը տվել է, որ մենք տրամադրել ենք տարածք, որտեղից որ խոսել է Զելենսկին եւ սպառնացել է Մոսկվայի։ Սա դե գնահատականները ակնհայտ են, կարող եմ ասել, որ այդպիսի լարվածություն աջողական գնում, այդպես ձևակերպեմ, լարվածությունը հայ-ռուսական գնում է, այո, աճում է։ Ձեր ժամանակ ինչ հետևանքներ բողոքի նոտա հղել այդ ժամանակ էլ էր, այսինքն ճգնաժամային իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում։ Այո, այն ժամանակ էլ հարցեր կային առանձին, բայց այն ժամանակ այլ նոտա էր եղել եւ կոնկրետ հարցերի շուրջ էր խոսակցությունը գնում, որոնք ասենք թե իրանց տեսակետից վնասում էին հայ-ռուսական հարաբերությունները, բայց մենք մի մասը դա հարթել ենք այն ժամանակ եւ դա շարունակվել է։ Հետագայում եւս եղել են լարվածություններ։ Դա լինում է միջպետական հարաբերություններում, նույնիսկ 91 թվից մինչև եղել են լարվածություններ։ Բայց դա բնական է, բայց մենք այդ արձագանքել ենք, ինչ որ համարել ենք, որ դա ճշգրիտ գնահատական է, լուծել ենք այդ հարցը, ինչ որ համարել ենք ոչ, համոզել ենք իրանց եւ այդպեսի դեպքեր եղել, որ իրանք են սխալ ընկալում ունենում, դիվանագիտությունը դրա մեջ է։ Հիմա այս պարագայում այն ինչ որ եղավ, որ
առաջի դեմքը Պուտինը հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրեց այն խնդրումը, դա եղել է առաջի անգամ։ Կարելի ասել դա մի իրավիճակ էր, երբ որ դա գնահատվում էր, որ առաջի անգամ հայ-ռուսական հարաբերություններ։ Նաև հիմա այնպես որ ես ձևակերպեցի, գնումը լարվածությունը աճելով գնում է։ Պարոն Հարությունյան, եւ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը, ինչպես նշում է իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Չէ, առանձին մարդկանց կարող է, Հայաստանի չէ։ Ինչպես են նման հայտարարություն անում։ Ով անում։ Դե իրանց հարց տվեք, ես պատասխանեցի։ Առանձին անձանց կլինի, կտան երաշխիք։ Ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞։ Բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացրել։ Նույնը հիմա է։ Չի կարող լինել պետությունը, որի հետ դու ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա է դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքերը կանգնած են սահմանում, երբ որ տարածքային պահանջներ կա քո հանդեպ, իսկ դա ըստ ռազմական գիտության, որը կոչվում է անվտանգություն, կոչվում է անմիջական ռազմական սպառնալիք։ Պարոն Հարությունյան, քանի որ ընտրությունը ինչի կարող է Որտեղ։ Հա։ Հայրուսական լարվածություն ընտրություններից հետո նոր ինչ որ էտապներ կանխատեսում եք։ Իհարկե կանխատեսում եմ, ընտրությունից հետո կախված թե ընտրությունները ոնց կանցնեն, ինչ ուժեր կլինեն, ինչ քաղաքականություն կշարունակվի, իսկ դուք ես ձեզ ասեմ իմ փորձից ընտրություններից առաջ ամեն մի պետության քաղաքական էլիտան կողմնորոշվում է, դա շատ իհարկե ես չեմ ընդունում, բայց տենց է, թե ինչպիսի անել ում պետության հետ ինչ պետության հետ հարաբերությունները ավելի սերտացնել կամ կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի հաղթանակ տանեն։ Դի ժամանակավորը նույնը Ուկրաինայի հետ է եղել։ Ես դրա ականատեսն եմ, երբ որ ընտրություններից առաջ գալիս էին Ռուսաստան, խնդրում էին գազի գնի իջեցում, երբում էին տալիս, որ իրանք պրոռուսական գիզ են տանում, հետո գնում էին հաղթանակը տանում էին ընտրությունների ժամանակ։ Նույնը կարծում եք մերոք են անում այս։ Չեմ կարող, ես ասում եմ ինչ որ կարող է լինի։ Դուք եք կարծում, որ դեպի եվրոպական ինտեգրման գնացող այս ճանապարհը լավ տեղ չի տանում, ինչպես ռուսական կողմից հայտարարություններ են, ռուս պաշտոնյաների կողմից։ Չնայած այդտեղ ինչ խնդիր են, ոնց են ձևակերպում։ Ճանապարհը մենք դեպի Եվրոպա գնացել ենք շուտ բանից։ Եվրամիություն ԵԱՏՄ ենք ձևակերպում ճիշտ ասած։ Չէ, Եվրամիության անդամակցությունը դա այլ հարց է։ Դեպի Եվրոպա մենք Եվրոխորհրդի անդամ ենք, պետք է ճշգրիտ գնահատել հարաբերությունները հայ-ռուսական, հայ-գերմանական։ Մենք հարաբերություններ ունենք, իրանք մեզ համար սպառնալիք չեն։ Բայց Հայաստանի իշխանությունները ասում են, որ Եվրամիության ԵԱՏՄ ընտրություն մի օր հնարավոր է անելու արժև կանգնած լինենք մենք բոլորը։ Այո, ասում են, եթե հակասի մենք այն ժամանակ որոշում կընդունենք։ Նույն այդպես որոշում պետք է ընդունվի հանրակրվեով, ինչ որ ես երեք եմ ասել, որ այն հարցերը, որոնք կրում են ազգային բնույթ եւ վերաբերվում է ողջ ազգին, պետք է որոշում ընդունի, եթե ժողովրդավար պետությունը հանրակրվեով։ Այսինքն Հայաստանի իշխանությունները քաղաքականություն են վարում դեպի Եվրամիության ինտեգրման, հա, այդ ուղղությամբ։ Այս քաղաքականությունը կարծում եք լավ տեղ չի տանում, ինչպես որ ռուս պաշտոնյաներն են օրինակ ընդգծում։ Չէ, ռուս պաշտոնյաները մի բան են ասում են իրանց հիմնավորումը, ես դրա մասին չեմ խոսում, ես չպետք է մեկնաբանեմ Զախարովային, ես կարծում եմ հետևյալը, որ մենք մեր ճանապարհը դեպի Եվրամիության անդամ դա չի բերելու անդամակցության։ Ինչի, որտեվ Ուկրաինան, որը ունի մեծ նշանակություն Եվրոպայի համար, իր հարստությունները, իր հումքը, իր աշխարհակաղակական դիրքը, եթե իրան չեն ընդունում, ապա Հայաստանը, որը գտնվում է հազարավոր կիլոմետր, հասարմանուն են իրանց հետ, հազարավոր կիլոմետր, եւ Վրաստանի տարածքով պետք է անցնենք, Վրաստանը, եթե չի դառնում, երբեք Հայաստանը չի դառնա։ Թուրքիան 50 տարի է սպասում, Թուրքիան, որը վերահսկում է նեղույսները Բոսֆոր դարդանել, չեն վերցնում, պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ բանակն է, հասկանում եք, երբ որ մենք ասում ենք անդամակցություն, դա քո ցանկությունը քիչ է։ Իսկ Հայաստանին ավելի շատ վնաս կտա, թե ուղղուտ այդ ճանապարհը ձեր կարծիքով։ Ճանապարհը դեպի ուր։
դեպի այդ կետ, որտեղ արդեն պետքա որոշվի Հայաստանին կընդունեն Եվրամիություն, չեն ընդունի, Հայաստանի պաշտոնյաները բարձրագույն մակարդակով ասում են, որ մենք մեր ստանդարտները կհամապատասխանեցնենք Եվրամիությանը, այդ պահին կորոշվի, բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում, այդ ճանապարհը մենք անցնելիս եւ պետքա այդ ստանդարտները համապատասխանեցնենք, մյուս քաղաքական հետևանքներով հանդերձ մեզ ավելի շատ վնաս կտա, թե օգուտ։ Ռուսաստանի ֆակտորը հաշվի առնելով։ Չէ, ասում, դուք ճիշտ եք ասում։ Եթե դու գնում ես մի ուղությամբ, որը հիմա գոնե ակնհայտ պարզ է, չէ, որ Եվրոպան թշնամի է Ռուսաստանի համար եւ դրա մասին հայտարարում է Ռուսաստանը։ Եթե դու գնում ես այդ ուղությամբ, ապա դու պիտի հաշվի առնես բնականա, թե ինչ կանի Ռուսաստանը այդ պարագայում։ Հասկանալի է, չէ։ Ինքը հանգիստ չի նայելու դրան։ Ինքը պաշտպանվելու է, չէ։ Պարզ է։ Ինչի կբերի դա մի հարց, բայց ես ուզում եմ դες հնարավոր է կներեք հազարանքը, հնարավոր է մի օր ախտանանք գազ չունենանք օրինակ։ Իհարկե հնարավոր է։ Եղել է այդպես բան։ Հիշենք 91 թվի կալցո օպերացիան։ Հիշենք։ Ես դա մասնակիցն եմ եղել։ Ոչ թե կազմակերպել եմ, այլ դրա դեմ պայքարել եմ։ Կալցո օպերա մի րոպե ավարտեմ միտքը։ Ուրեմն նայեք, վարչապետը ինչ է հայտարարում։ Մենք գնում ենք դեպի այնտեղ։ То есть իր միտքը հասկանանք։ Այն ինչ չի միանշանակ, որ ինքը ասում է մենք դի մտնենք։ Չի ասում այդպես։ Ինքը ասում է մենք գնում ենք դեպի այդ ճանապարհով, կընդունեն մեզ լավա, չեն ընդունեն մեկը մենք շահում ենք։ Ինչ առումով շահում ենք։ Ստանդարտները կմտցնենք, то есть մեր մակարդակը, տնտեսության, չափանիշները կլինեն ավելի լավ, մենք շահում ենք դրանց։ Բայց այստեղ խնդիր կա մի հատ։ Օրինակ Ուկրաինայի պարագայում պիտի ոչ թե միայն խոսես, այլ մի հատ համեմատես այլ պետությունների փորձը։ Ուկրաինան, որպեսզի անցներ եվրոպական ստանդարտների, իրան մոտավորապես 150 միլիարդ դոլար փող էր պետք։ Անցնել ամեն մի գործողություն, ամեն մի որոշում իր մեջ պարունակում է ֆինանսական ռեսուրս եւ մարդկային եւ այլ ռեսուրսներ։ Այնպես որ մենք այս ձև ենք գնահատում իրավիճակը, որ սա է այսօրվա իշխանության քաղաքականությունը, դա մենք մնում ենք, դուրս չեն գալիս, հապկը սարացրել ենք, հայ-ռուսական հարաբերությունը պահպանում ենք, դեպի Եվրոպա գնում ենք, ստանդարտները մեր բարձրացնում ենք, համապատասխանացնում ենք, կստացվի, չի ստացվի։ Ռուսական կողմից ասում է ստանդարտների մասին չի խոսքը, այլ եվրոպական կողմը փորձում է Հայաստանի անվտանգային ռուսական համակարգից ուղղակի դուք խառնում եք, մենք հիմա խոսում ենք մեր իշխանության մասին, դուք ասում եք Ռուսաստանը ինչ ասում։ Ռուսաստանը գնահատում է եւ դա պարզ է։ Այլ կարծիքներ, թե ինչի մասին։ Չէ, ես շատ լավ դա գիտեմ, դուք ճիշտ եք ասում։ Ռուսաստանը ասում է, որ նպատակը, հիմա հասկանաք, Եվրամիության նպատակը որն է։ Եթե ինքը գիտակցում է, որ մոտակա տարիներին Հայաստանը չի դառնում Եվրոմիության անդամ։ Ինչ խնդիր է լուծում։ Աշխարհակական ո՞րն է այդ խնդիրը։ Ռուսաստանին դուրս մղել է ստերից։ Ռուսաստանն էլ պատասխանում է, որ Եվրոմիությունը խնդիր է լուծում, Հայաստանը փոկել հապկից, ԵԱՍ-ից եւ այլ կառույցներից։ Ոնց որ Ուկրաինան, ոնց որ Մոլդովան։ Ձեր կարծիքով Եվրամիությունն այդ խնդիր ունի հիմա։ Ինչ ունի։ Եվրամիությունն այդ խնդիր փորձում է այժմ լուծել իր արժեքները։ Եվրամիությունը սովետի փլուզումից հետո այդ խնդիրը ուներ։ Ամերիկան ուներ, Թուրքիան ուներ, բոլորը ունեին։ Երբ որ սովետական միությունը փլուզվեց, բոլորը փորձում էին վերցնել լիդերությունը տարածաշրջանում։ Դա բնական ընթացք է։ Հայաստան որպես գործիք է ծառայում այս բանին, այսինքն։ Բոլոր պետությունները գործիք են, սկսած Ամերիկայից։ Այս ամբողջ այստեղ հարցը թե ինչքանով պետությունը ճիշտ է օգտագործում ստեղծված ի օգուտ թե ի վնաս։ անդրադառնանք ձեր գործողություններին Գորիս Կապան ճակատեն ճանապարհահատվածը որևէ առանձին հուշագրով է տրվել, ձեր ստորագրությունը կա այդտեղ, ձեզ մեղադրանքներ են այդ մասով հնչեցնում, նաև խորհրդարանի ամբիոնից են այդպիսի հայտարարություններ հնչել, որ առանձին հուշագիր է եղել, որով հանձնվել է Գորիս Կապան ճանապարհահատվածը։ Ինչ կարող եք այս առումով ասել։ Ուրեմն ասում եմ, հուշագիր է եղել եւ ոչ թե հանձնելը, այլ ապահովել մեր տեղաշարժը եւ այդ հուշագիրը այդպես էլ անվանում է։ Ապահովել անխոչնդոտ տեղաշարժ։ Որտեղ եթե դուք պատկերացնեք այդ ճանապարհը, դա 21 կիլոմետր է, որը ըստ նոյեմբերի 9-ի փաստաթու Ադրբեջանը գալիս նստում է հայ-ադրբեջանական սահմանին եւ այդ հատվածում 21 կիլոմետր ճանապարհի 11-ը գնում է Ադրբեջանի տարածքով։ Այդ հուշագիրը, որը ես ստորագրել եմ, թույլ է տվել մեզ 1.5 տարի օգտագործել այդ ճանապարհը իրանց տարածքով։
ռուս սահմանապազորքերի։ Բայց նաև ամրագրել է, որ իրանց վերահսկողությունն է, չէ՞, հաստատվում։ Չէ։ Դու պատկերացիք ինչ եմ ասում։ Ճանապարհ կա 21 կիլոմետր, Գորիս Դավիթբեկ։ 21 կիլոմետր 11-ը իրանց տարածքով անցնում։ Մյուսը մեր տարածքով։ Եթե իրանք գալիս են ըստ նոյեմբերի փաստաթղթի, իրանք փակում են այդ ճանապարհը 11 կիլոմետր իրանց հսկողությամբ։ Մենք չենք կարող գնալ։ Այլ ճանապարհ մենք չունենք։ Դրա համար ես ստիպված եմ դիմել Շոյգուին, Շոյգուն զանգարել է, ասում եմ, դες գաղտնիք եմ բացում, իրան էլ հարց տվեք։ Ինքը գիշերով զորք է ուղարկում, գիշերով։ Իրանք տարավոտը գային նստեին։ Ոնց որ եկել են Մեղրիից մինչև վերջ, գալիս սահմանին նստում են, շփման գիծ են ձևավորում, ես էլ պետք է հասկանալ։ Ոչ թե սահմանազատում կամ բան, շփման գիծ։ Մենք այդտեղ զորքը դուրս ենք բերել, իրանք գալիս նստում են։ Շոյգուն ուղարկում է տեխնիկան Գյումրիից, իրանք գալիս կանգնում են, ինքը զանգարում է Գասանովին ու ասում է չմոտենաս այդ սահմանին։ Մինչև մենք չկարգավորենք սա։ Ու իրանք կանգնում են։ Ու իմիջայլոց դա միակ տարածքն է այդ 21 կիլոմետր, որ ադրբեջանցիները չեն եկել, չեն նստել սահմանին մեջ։ Ու մենք 1.5 տարի օգտագործել ենք մինչև այն ճանապարհը Թաթևից հարկել ենք։ Այդ դեպքում ինչու՞ն մեղադրանքներ են։ Դրանից հետո 1.5 տարի օգտագործել եք։ Հա։ Որովհետև ինչ ադրբեջանցիները փակեցին, դուք այդ ժամանակվանից ի վեր կոնկրետ Գորիսից գնալու համար այլևս չեն կարող Դավիթբեկով գնալ այդ ճանապարհով։ Դուք ինչ լսում եք, ես ինչ եմ ասում։ 1.5 տարի մենք այդտեղ աշխատել ենք, գործել է դա։ Սահմանապահ ռուսները, գիտեք ոնց են, գալիս էին Էյվազլու գյուղը, իրանք կանգնած էին։ Մեր մեքենաները գալիս են, իրանք վերցնում են, օդ Ադրբեջանի տարածքով անցկացնում էին դեպի Դավիթբեկ։ Հասկանում եք։ Դեպի մի հատ քարտեզին նայեք, մի անգամ իսկ այն ինչ որ ասում եք մեղադրանք։ Ես մենք եղել ենք։ Վերևից նայեք, քարտեզով նայեք կհասկանաք, որ էդի այդ փաստաթուղթը էս ավարտը։ Ուրեմն ես դա ստորագրել եմ։ Փաստաթուղթը իրավական ուժ ունեցող է, չէ՞, հուշագիրը։ Հուշագիրը, հա, ինքը գործել է, ինքը նշ չի։ Հուշագիրը ինքը գործել է, իր նպատակը կատարել է։ Ավելին ասեմ, սրա մասին, երբ որ մեղադրանքը շուտ գաղտնի, չգիտեմ ինչ, սրա մասին վերցրեք 17-ին ստորագրվել է դեկտեմբերի 20-ին զինուժով ես սա ամբողջը բացում եմ եւ դրանից հետո ասել գաղտնի ճանապարհ են տվել թող ասին ճանապարհի որ հատվածն է տված բայց մի տարի ու կես մեկ ոնց են գնում հասկանում եք то есть սա մի հատ փաստա որտեղ որ լավ արած գործը ի օգուտ Հայաստանի բայց ոնց որոշվեց որ պիտի տանք Ինչ է տանք ասում եք շփման գիծ էր ձևավորվում եւ ոնց որոշվեց որ պիտի տրվի այն հատվածը որը մենք այդքան տարի օգտագործել ենք մերն է եղել որևէ կասկած չի եղել այդ առումով Դուք գիտեք որ մենք պատերազմում պարտվել ենք Քելբաջար, որ իրանք ընդհանրապես մի միլիմետր չեն մտել, այդ փաստաթղթերով մենք հանձնում ենք եւ սկզբունքը պետք է իմանալ։ Ընդհանրապես հայ Ղարաբաղյան այդ հարցի լուծումը միշտ եղել է հետեւյալ։ Մենք տարածքները տալիս ենք Ղարաբաղի շուրջ, դրա մասին խոսել է Քոչարյանը, Կարոլով հետ, որ մենք ասում ենք տարածքները մենք չենք պահելու։ Մենք հետ ենք տալու Դրա մասին խոսել է Սերժ Սարգսյանը, որ այդ տարածքները ինչ որ իրանց տարածքն են, ազատագրված մեր կողմից 7 վերադարձնում ենք, ստանում ենք Ղարաբաղի կարգավիճակ։ Մենք աղդամը տվել ենք, որտեղ իրանք չեն մտել, որտեղ սկզբունքը եղել է, որ հայկական զորքերը դուրս են գալիս բոլոր 7 շրջանից, Լաչինը մենք տալիս ենք ռուսներին, իսկ Ղարաբաղում զորքերը մնում են այնտեղ, որտեղ կային։ Իսկ նավ մեղադրումը ով ինձ կարող մեղադրի, մի հատ նայեք ով է ինձ մեղադրում, իրանց կենսագրությունը, իրանց կրթությունը, ու իրանց մեղադրանքը, իրանց ասեք թող քարտեզը մի հատ նեն, շնորհակալություն։ Իրանք կներեք, բայց դուք այն ժամանակ հարց չէիք բարձրացնում, առանց սահմանազատման, այդպես հստակորեն իրանք գալիս էին ինչ-որ GPS-ով քարտեզ էին ցույց տալիս, ասում էին GPS-ը ցույց է տալիս, այս կետում մենք պետքա կանգնենք ու մենք պետքա կանգնենք ու այդպես բազմաթիվ տարածքներ, մեր օգտին չէ։ Հասկանալի է, սահմանազատում չէր եղել, դուք այդ պահին նկատի ունեմ հաց բարձրացնում էիք, սա ճիշտ լուծում չի գուցե։ Լսեք, նորից եմ ասում, նորից եմ ձեզ ասում Մինչև իմ գալը գնացել է գործընթաց շփման գծի ձևավորում Մեղրիից մինչև վերջ դուս ենք եկել այնտեղից իրանք են եկել նստել են Մեղրիի սահմանին չէ հիմա ինչ պիտի լինի մենք զորքերը բերում կանգնեցնում ենք այդ սովետական նախկին սահմանը իրանք էլ գնում կանգնում են դիմացը հասկանում եք
Սա է գործընթացը, թե մենք չգնայինք կանգնեինք այնտեղ։ Դրա համար էստի համատեղ ռուսների բանի տակ վերահսկողության որպես միջնորդ գալիս ենք ձևավորում ենք շփման գիծ, սա բան չի, սահմանազատում չի, շփման գիծ, մեղրի sense գալիս ենք։ Այստեղ իրանք են կանգնում, այստեղ մենք ենք կանգնում, շփման գիծ է ձևավորում։ Խաղաղության պայմանագիր է ստորագրված, խաղապաններն Մի ամբողջ գլխավոր շտաբ ստորագրություններով փաստում էր, որ Նիկոլ Փաշինյանը անվտանգության համար մարտահրավեր է։ Ինչպես այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ճանապարհ դուք անցաք։ Ինչու այդ ժամանակ չէիք խոսում մարտահրավերների վերաբերյալ, ինչու չէիք խոսում այն զիջումների վերաբերյալ, որը արվում էր։ Ինչու շատ ուղիղ չէիք ասում։ Նույնիսկ այդ հուշագրի վերաբերյալ, եթե այդքան կներեք, հա, ժողովրդի խոսքով ասած, եթե դուք այդքան այդ հարցում մաքուր էիք, ինչու չէիք այդ ժամանակահատվածում խոսում։ Ես ես մի քիչ առաջ ասեցի, դուք չեք լսում ինձ, որ ամսի 17-ին ստորագրվել է, դեկտեմբերի 20-ին վերցրեք հիմա գնացեք, եթե չէ, ես ձեզ կողարկեմ, ալի կտամ կողարկել։ Դեկտեմբերի 20-ին ես ամբողջը սրա մասին խոսել եմ։ Որ ասել եմ, որ Ադրբեջանը չի գալիս նստում մեր սահմանին, իրանց զորքը կանգնում է հեռու, իրանց սահմանապահ զորքերը չեն գալիս կանգնում իրանց սահմանին։ Ռուսները վերցնում են այդ հսկողության տակ, ու մենք օգտագործում ենք, հասկանում եք։ Իսկ ինչ որ վերաբերում է, հիմա նայեք, ես եմ 90 թվին ծառայում եմ բարձր պաշտոնում Լենինգրադում։ Ինձ հրավիրում են ու ասում են, սպա եմ ես, չէ՞։ Ինձ հրավիրում են, ասում են դու պիտի բանակը վերցնես ղեկավարումը քո վրա։ Ես ինչ պետք է անեի, չգայի։ Դուք որպես ասեք, ես սպա երթում եմ տվել, որ պիտի պետությանը ծառայեմ։ Ինձ առաջարկում են գալ այս խաոս վիճակի մեջ 90 թիվ։ Եկել եմ 99 թվին։ Վազգեն Սարգսյանը ինձ նորից ես Մոսկվայում ծառայում եմ գլխավոր հրամանատարության։ Ասում է, արի դու պիտի ղեկավարես բանակը։ Բառացի ասում եմ ձեզ, ինքը ասում է, այլևս իմ գիտելիքները բավարար չի, որ ես այս ժամանակակից բանակը, ժամանակակից իրավիճակում ղեկավարեմ, դու պիտի ղեկավարես, կադրովի սպարտելի։ Չգայի։ Նիկոլ Փաշինյանը այդ վիճակում, երբ որ պատերազմը ակնհայտ մոտենում է, ինձ առաջարկում է, քանի որ դուք փորձ ունեք բան ղեկավարեք, ես պիտի հրաժարվեի։ Հա? Մոռացեք, Փաշինյանին մոռացեք։ Բայց ես մեջ մենք Վազգեն Սարգսյաններ չունենք, ու այդ ամբողջ խնդիրները գալիս են այդտեղ։ Համեմատել Վազգեն Սարգսյանի առաջարկությունը Փաշինյանի առաջարկությանը։ Ես ուրիշ միտք եմ տանում։ Ես երթում եմ տվել պետությունը հայրենիքը պաշտպանել։ Ոչ թե Փաշինյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, հասկանում եք, դուք պիտի հասկանաք։ Հիմա բանակից ով պիտի բոլորը դուրս գան, իշխանափոխություն լինի։ Պիտի դուրս գան բանակից։ Այն մասնագետները, որոնք ծառայում են, երթում են տվել հայրենիքին։ Իրանք չեն ծառայում որևէ մի ես ոչ մի ԿՊ-ի անդամ չեմ եղել, ոչ ՀՇ-ի, ոչ էլ հանրապետականի։ Դուք պիտի դա հասկանաք, հասկանաք, որ սպան դա ուրիշ կատեգորիա է։ Ու ինքը ես եթե դուք մտածում եք ես մեծ հաջողությամբ եմ համաձայնվել, լինելով բանակի ղեկավար մի քանի անգամ, ու այս վիճակով պարտությունից հետո, երբ որ բանակը մարտունակ չի եղել, ես որ բաներ կա, որ չեմ կարող ասել, որպեսզի չվնասեմ մեր պետությանը, մեր ժողովրդին։ Շատ բաներ չեմ ասում։ Իսկ ես այդ թվերով բերեմ, դուք կզարմանաք, թե ոնց եմ ես համաձայնվել։